Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ելից գիրք 15-րդ գլուխ Մովսեսի երգը։ Այն ադեն Մովսես ու Իսրայելի որդիները սա երգը երգեցին Տիրոջ ըսելով. Բիդի երգեմ Տիրոջ, քանի որ մեծապես բարձրացավ։ Ցին եւ անոր հեծյալը ձովը նետեց։ Դերն է իմ զորությունս ու սաղմոսս եւ իմ փրկությունս եղավ։ Ան է իմ Աստվածս ու պիտի փառավորեմ զայն։ Իմ հորս Աստվածն է եւ պիտի բարձրացնեմ զայն։ Դերը հզոր պատերազմիկ է, անոր անունը Եհովա է։ Փարավոնի գարքերն ու անոր զորակունթերը ձովը նետեց, եւ անոր ընդիր զորաբարները գարմիր ձովուն մեջ մխրջվեցան։ Անտունտները ծածկեցին զանոնք, քարիբես խորունգի իջան։ Քու աչ ցերկդ ով դեր վեհապար է ուժով, քու աչ ցերկդ ով դեր չախչախեց թշնամին։ Քու մեծապարությանդ ջոխությամբ դաբալեցիր քեզի թեմ գանկնողները, քու փորփոքումդ ղրգեցիր ու զանոնք խոզանի պես սպարեց, քու ռունկերուտ շունչով ճուրերը թիզվեցան, հորցանքները գարգարի պես գայնեցան, ձովուն սիրտի մեջ անտունտները սարեցան, թշնամին գսեր. Բիդի հետաբնթեմ, բիդի հասնիմ, ավարը բիդի բաժնեմ, իմ անձս անոնցմե բիդի գշտանա, իմ սուրս բիդի քաշեմ, իմ ցերկը զանոնք բիդի վդարե։ Քու հովդ փչեցիր, ձովը զանոնք ծածկեց, զորավոր ճուրերու մեջ գաբարի պես ընկղմեցան։ Ով դեր, աստվածներու մեջ քեզի նման ով գա, սրբության մեջ վեհապար, քովապանության մեջ ահեղ, ըսկանչելիքներ ընող ով գա քեզի նման։ Քու աչ ցերկդ երգարեցիր, երգիրը զանոնք գլեց, քու գարեկցությամբ առաջնորդեցիր այս ժողովուրդը, որ թուն փրկեցիր, քու զորությամբ դարիր զայն, քու սուրբ փնագությունդ։ Ժողովուրդները պիտի լսեն ու սասանին, սարսափը պիտի համագե փղշտացներու երկրին փնագիչները։ Այն ադեն Ետոմի բեդերը պիտի սոսկան, թողը պիտի համագե Մովափի զորավորները, Քանանի բոլոր փնագիչները պիտի հալին, անոնց վրա ահ ու երգյուղ պիտի ինան, քու փազուգիտ մեծութենեն, քարի պես լուր պիտի գենան, մինչև որ քու ժողովուրդդ անցնի ով դեր, մինչև որ անցնի այս ժողովուրդը, որ թուն ըստացար։ Պիտի փերես սանոնք եւ քու ժառանգությանդ լերը պիտի դնգես սանոնք, ով դեր այն վայրը, որ քու փնագությանդ համար պատրաստեցիր, ով դեր այն սրբարանին մեջ, որ քու ցերքերդ հաստատեցին, դերը պիտի թակավորե թարեթար։ Արտարև փարավոնի ցիերը ձովը մտան իր գարքերով ու ցիավորներով եւ դերը ձովուն ճուրերը անոնց վրա վերադարձուց, բայց Իսրայելի որդիները ձովուն մեջտեղեն ցամաքով կացին։ Մարիամի երգը։ Ահարոնի քույրը Մարիամ Մարգարեուհին թմբուկը իր ցերկը առավ եւ բոլոր գիները անոր յետևեն դուրս ելան թմբուկներով ու բարերով։ Մարիամ պատասխանեց անոնց. Երգեցեք Տիրոջ, քանի որ մեծապես բարձրացավ, ցին եւ անոր հեծյալը ձովը նետեց։ Թարն ճուրերը։ Մովսես գարմիր ձովեն ջամփա հանեց Իսրայելը ու դուրս ելան թեպի Սուրի անապատը։ 3 օրվան ջամփա կացին անապատի մեջ, բայց ճուր չգտան։ Երբ Մարա հասան, չէին գտար խմել Մարայի ճուրերեն, որովհետև թարն էին, ուստի անոր անունը Մարա գոչվեցավ։ Ժողովուրդը դրդնչեց Մովսեսի թեմսելով. Ինչ պիտի խմենք։ Անալ Տիրոջ աղաղագեց եւ դերը անոր փայտ մցուցուց, երբ զայն ճուրերուն մեջ նետեց, ճուրերը անուշցան։ Հոն գանոն ու տադավջիր դրավ անոնց եւ հոն փորձարգեց անոնք։ Անսավ. Եթե Տիրոջ քու աստուծույթ խոսքը ուշադրությամբ մտի գնես, ինչ որ անոր արչեւ ուղիղ է ընես, անոր բադվիրանները ունգընտրես եւ անոր բոլոր կանոնները բահես, այն հիվանդություններեն ոչ մեկը քու վրատ պիտի բերեմ, որ Եգիպտացիներուն վրա բերի,
որովհետև ես եմ դերը, որ քեզ գփուժեմ։ Հետո հասան Եղիմ, ուր 12 ճուրի աղբյուր ու 70 արմավենի գար։ Հոն բանագեցան ճուրերուն քով։ Փառք քեզ, Տեր Աստված մեր։ Ամեն։